Ամեն անգամ, երբ որ դուք բացահայտ օրենքը խախտում եք, երբ որ դուք բացահայտ բռնաբարում եք բնակչության կամքը, երբ որ դուք ցույց եք տալիս, որ մարդիկ ձեր համար ընդամենը, այսպես ասած, շախմատի զինվորներ են, հա, եւ կարող եք իրանց հետ զոհաբերել, ամեն անգամ հակազդեցության մակարդակը դրա պատճառով բարձրանում է եւ ի վերջո ցանկացած բռնապետություն աշխարհում տապալվել է հենց այդ պատճառով։ Փաշինյանը հաստատուն քայլերով եւ հիմա արագացված քայլերով գնում է դեպի իր բռնապետության տապալում։ Ինչքան ավելի բռնապետ եք, այնքան ավելի շատ է դիմադրություն լինում։ Մի բարձ պատճառով բռնապետությունը հենված է վախի վրա, ոչ թե լեգիտիմության, ոչ թե հարգանքի, ոչ թե սիրո, վախի վրա։ Եվ ինչքան բռնապետությունը ավելի ահեղ է, այսպես ասած, այնքան ավելի վախը ավելի մեծ է։ Հիշեցնեմ ձեզ, որ այնպիսի բռնապետներ, ինչպիսին օրինակ Ստալինն են, Ստալինը երբ որ մահացավ, իր սեփական անմիջական շրջապատը 3 տարվա ընթացքում պարզապես Ստալինյան բռնապետությունը դեմոնտաժ արեց։ Պարզապես դեմոնտաժ արեց։ Այդ չեմ ասում ուրիշների մասին, Մուսոլինիի եւ այլն։ Ոստի Փաշինյանին առաջարկում եմ մտածել նրա մասին։ Ամեն հերթական քայլը, որ իրան տանում է բռնապետության ճանապարհով, տանում է նույն անխուսափելի վախճանին, որ ունեցել են այլ բռնապետները։